Մենք երբ որ սեպտեմբերի 19-ի դեպքերը 23 թվականին Արցախում սկսվեց, մենք փաստահավաք աշխատանք ենք արել, հենց դեպքերից այսինքն երբ որ նրանք զուգընթաց, այսինքն մենք լրագրողները արդեն գորիսում էին, ընդդեղից ենք մենք, այսինքն 300-ից ավել ընտանիքների հետ ենք խոսել, որոնք պատմել են ոնց էր տեղի ունենում այդ ադրբեջանցիները, հատկապես Մարտունի շրջանը, ներխուժում էին գյուղեր, որտեղ կանայք եւ ծերունիներ, երեխաներ էին, իսկ տղամարդիկ կանգնած էին, դիրքերն էին պահում, այսինքն մի իրոք ցեղասպանությունը, երբ որ Օկամպոն պնդում էր, մենք այստեղ ես եմ հանդիպել իր հետ, որ եկել էր։ Ես իրեն ասեցի, ուղղակի մենք առաջին զեկույցն ենք ոնց որ պատրաստել, չենք համարձակվել, ճիշտ է էթնիկ զտում, բայց ոնց որ մենք չտվեցինք այդ ցեղասպանության բնորոշումը, բայց հետո որ նայում եմ, հիշում եմ, դա իրոք ցեղասպանություն էր, ասենք այդ ճանապարհի մահերը կամ շրջափակել էին Ստեփանակերտը գյուղերի չէին կարողանում կամ ասենք այդ գյուղացիներ այդ Սզնեքի, Սարուշենի կամ ոտաբոբիկ չեն հասցրել շատերը տներ իրենց երեխեքին գրկած ու այդ տղամարդիկ կամ որ խոսում են ես շատ հիացած եմ այդ եւ տղամարդկանցով եւ այդ կանանցով իրոք խիզախ են արցախցիները որ տղամարդիկ ասում են մի աչքներս գյուղի վրա էր մի աչքներս այդտեղ կրակում ենք ու հələ այդտեղ մի հատ էլ հակաքարոզչություն կար այդ արցախցիների հա ու լսում ես որ հիմա էլ ատելության քարոզը